Քրիստոսի սիրով ողջույն ձեզ։ Այսօր մեծ պահքի 25-րդ օրն է եւ օրվա ընթերցումով, ինչպես նաեւ պահոց խորհրդով պայմանավորված, եկեք հենց խոսենք պահեցողության մասին։ Մեծ պահքի ընթացքում շատերը հրաժարվում են կենթանական ծագման սննդից, որոշներ աղ ու հացով են անցկացնում պահեցողության այս շրջանը եւ կան մարդիկ, որոնք նույնիսկ ծոմապահությամբ են անցկացնում այս շրջանը։ Եվ վստահաբար դուք էլ ճանաչում եք այնպիսի մարդկանց, որոնք պահք պահելով հանդիմանում են նրանց, որոնք պահք չեն պահում։ Մինչդեռ առաքյալը հենց այսպիսի մարդկանց զգուշացնում է, որ կերակուրը չէ, որ մեզ Աստծո առջև է կանգնեցնելու, այլ պահեցողությունը պարզապես միջոց է դաստիարակելու, ղեկավարելու մեր կամքը եւ երբեք չպիտի հպարտության կամ ուրիշների հանդեպ մեր առավելությունը ցույց տալու պատճառ կամ առիթ հանդիսանա։ Ընթերցենք այսօրվա հատվածը։ Կերակուրը չէ, որ մեզ Աստծո առաջ է կանգնեցնելու։ Եթե չուտենք, ոչնչով չենք պակասի, եւ եթե ուտենք, ոչնչով չենք ավելանա։ Բայց զգուշ եղեք, գուցե ձեր այդ ազատությունը գայթակղության պատճառ դառնա տկարների համար։ Եթե մեկը քեզ այդ գիտություն ունեցողիդ տեսնի մեհյանում սեղան նստած, արդյոք նրա տկարությամբ համակված խղճմտանքը վերստին չի քաջալերվի կուռքերին զոհաբերած մսից ուտելու։ Եվ տկար եղբայրը, որի համար մեռավ Քրիստոս, կորստյան կմատնվի քո գիտության պատճառով։ Այսպես մեղք գործելով եղբայրների դեմ եւ վիրավորելով նրանց տկար խղճմտանքը, դուք Քրիստոսի դեմ եք մեղանչում։ Ուստի եթե կերակուրը պիտի գայթակղեցնի իմ եղբորը, հավիտյան միս չեմ ուտի, որպեսզի իմ եղբորը չգայթակղեցնեմ։ Այո, սիրելիներ, առաքյալի խոսքերը ցույց են տալիս կամ հատկանշում են, թե որն է ճշմարիտ պահեցողությունը։ Պահեցողության հիմքում պիտի լինի սերը, եւ քրիստոնեության կիզակետը հենց սերն է, որ մենք պիտի բացի այն, որ մենք պիտի Տիրոջը հավատարիմ մնանք, նաև պիտի նկատենք մեր կողքը եղողներին, որոնց համար եւս Քրիստոս մահացավ, ինչպես այսօրվա ընթերցման մեջ է նշվում։ Եվ պիտի կարողանանք նաև հավատքի մեջ տկարություն ունեցող մեր եղբայրների եւ քույրերի նկատմամբ նույնպես հոգատար լինել։ Ուրեմն, սիրելիներ, պահեցողության այս ընթացքը պիտի ջանանք, որպեսզի հանկարծ ու հանկարծ չդառնա նպատակ, այլ ծառայի որպես միջոց մշտապես դեպի Աստված քայլելու եւ կատարյալին ձգտելու։ Աստված պահապան ամենքիս։